1991 թվի YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Տպավորություն կա, որ եւ իշխանությունները եւ ընդդիմությունը արդեն ապրում են նախընտրական ռեժիմում եւ գնալով այդ պայքարը ավելի թեժանում է, անգամ բավականին այսպիսի դիտարժան դրսևորումներ է ունենում, օրինակ խորհրդարանում իրար քաշքշում են, իրար հայհոյում են եւ գնալով այս ամենը ավելի ակտիվանալու է, որքան հասկացա պատճառն էլ նույնն է, իշխանություններն ու ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը միմյանց են մեղադրում, թե ով է ուրացել Արցախը, ով է ուրացել մեր պատմությունը, ով է ուրանում ցեղասպանությունը իրականում եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այս ամենը բավականին նյարդային մթնոլորտում է, որովհետեւ նյարդայնանալու պատճառ ունեն եւ իշխանությունները եւ խորհրդարանական ընդդիմությունը։ Իշխանությունները նյարդայնանալու պատճառ ունեն, որովհետեւ նախ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որ իրենց հիմնական քարոզչական խաղաքարտը պիտի լիներ, կարծես թե չի ստացվում, ավելին Ադրբեջանը նոր պահանջներ առաջ քաշում, սահմանադրության փոփոխությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, ընդ որում իշխանությունները թեև անընդհատ ասում են, որ ամեն ինչ փոխադարձության հիմքով է, բայց ակնհայտ է, որ դա այդպես չէ, այնպես ինչպես փոխադարձության հիմքով չէ, օրինակ Ադրբեջանի հետ նույն պահանջը սահմանադրության փոփոխության, այնպես ինչպես փոխադարձության հիմքով չէր այսպես կոչված սահմանազատումը Տավուշի հատվածում, որտեղ հայկական կողմը բավականին տարածքներ զիջեց, բայց Ադրբեջանը Հայաստան ներխուժած իր տարածքներից 1 միլիմետր անգամ ետ չգնաց։ Ինչպես փոխադարձության սկզբունքով չէր, օրինակ, երբ իբր գերիները պիտի փոխանակվեին 44 օրյա պատերազմից հետո Հայաստանը հանձնեց բոլոր գերիներին, այդ թվում նաև մարդասպան դիվերսանտներին, իսկ հայ գերիները մինչև հիմա գտնվում են Բաքվում։ Ինչևէ, բայց եթե այդ նախորդ միակողմանի զիջումները հնարավոր էր անել Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ապա սահմանադրություն փոխելը դա այդպես չի ստացվելու, դրա համար պետք կլինի հանրաքվե անել։ Եվ սա լարվածության պատճառ է իշխանությունների համար, որովհետև դժվար կլինի, շատ դժվար կլինի դա անել, եւ երկրորդ այդ թեման որպես քարոզչական թեմա բավականին շահավետ է ընդդիմության համար։ Սա առաջին պատճառն է, երկրորդ պատճառը Գյումրիի ընտրություններն են, որոնք իշխանություններին ցույց տվեցին, որ եթե ընդդիմությունը միասնաբար է գործում, ապա իշխանությունները չնայած բոլոր տիպի կեղծիքներին, ճնշումներին, մանիպուլյացիաներին միևնույն է մեծամասնություն ունենալ չեն կարող։ Սա նույնպես մտահոգության պատճառ է։ Մյուս կողմից այդ նույն Գյումրիի ընտրությունները ընդդիմության համար նույնպես մտահոգության պատճառ են, որովհետև այդ նույն ընտրությունները ցույց տվեցին, որ եթե միասնաբար են գործում, ապա այո, կարող են հաղթանակի հասնել, բայց եթե այդ միասնաբար գործելու հիմքում քաղաքական, գաղափարախոսական, ծրագրային միասնություն չկա, ապա արդյունքում լինում է վարդանիկ, այսպես ասենք, եւ դեռ հարց է, թե դա հաղթանակ է, ավելի շատ թե պարտություն է, որովհետեւ մեծ հավանականությամբ այդ ընդդիմության հաղթանակի արդյունքը առաջիկայում Գյումրվա այդ հայտնի անեկդոտի նման, որ ասում է առաջ բանտի դեմն էր ապրում, հիմա իր տան դեմն է ապրում, մեծ հավանականությամբ ընդդիմության հաղթանակի արդյունքը հենց այդպեսին կլինի։ Սա էլ իր հերթին ընդդիմության համար է մտահոգիչ, որովհետև գաղափարական ծրագրային միասնության միասնական հարթակով հանդես գալը ամենայն հավանականությամբ չի հաջողվի։ Ինչևէ, սա դեռ մի կողմ թողնենք, որովհետև այն ինչ կատարվում է քաղաքական դաշտում Հայաստանի բավականին տարօրինակ է, որովհետև թիվ 1 խնդիրը ամենակարևոր խնդիրը բոլորը շրջանցում են։ Այդ մասին ընդհանրապես չեն խոսում։ Բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։ Հիշում եք, երբ Նիկոլ Փաշինյանը սկզբում ասում էր Ադրբեջանի հետ ինչ պետք է անել բանակցում ենք, հետո ասաց, որ հիմա բանակցային սեղանին փաստաթուղթ չկա ստորագրման պատրաստ, հենց որ այդպիսի փաստաթուղթ լինի, սիրելի ժողովուրդ, ես ձեզ կգամ կներկայացնեմ, կասեմ հայ այսպիսի փաստաթուղթ կա։ Իհարկե, հետո պարզվեց, որ այդպիսի փաստաթուղթ բանակցությունների սեղանին կար, բայց սա մի կողմին թող։ Հիմա այդպիսի փաստաթուղթ կա։
խաղաղության համաձայնագրի նախագիծը 17 կետերից բաղկացած։ Նիկոլ Փաշինյանը ինքն է ասել, Ադրբեջանն է հայտարարել, որ կա այդպիսի փաստաթուղթ, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ հենց հիմա պատրաստ են այդ փաստաթուղթը ստորագրել։ Հենց հիմա։ Առանց ժողովրդին ցույց տալու, առանց քաղաքական դաշտին ցույց տալու։ Բայց Ադրբեջանը երկու նախապայման է առաջ քաշում, որտեղ մնացած նախապայմանների մեծ մասը կատարվել են արդեն։ Հիմա քաղաքական դաշտն էլ սկսում է քննարկել, թե այդ երկու նախապայմանները արժի կատարել, թե չի չարժի կատարել, պետք է կատարել, թե ոչ, արդյոք դրա արդյունքը ինչ կլինի։ Այսինքն մենք պիտի վճարենք այդ գինը, թե չպիտի վճարենք այդ գինը։ Բայց ամենակարևոր հարցը ինչի դիմաց։ Որևէ մեկը տեսել է այդ համաձայնագիրը 17 կետերից բաղկացած։ Որևէ մեկը գիտի, թե այնտեղ ինչ է գրված, որ հիմա քննարկում են արժի վճարել, թե չարժի վճարել։ Օրինակ, ասենք քննարկում են, չէ, ասում են անգամ իշխանությունների հիմնական քարոզչական թեզը արդեն ուրվագծվում է, նրանք ասելու են դե սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հղումը նախաբանում մեզ ինչ է տալիս, ոչ մի բան էլ չի տալիս, ուղղակի ձևական ինչ-որ նախատեսություններ են, մինչդեռ դրա հանել, եթե մենք դա հանենք, դա կարող է թեկուզ փոքր չափով նվազեցնել նոր պատերազմի հավանականություն, օրինակ։ Հետևաբար դա ընդհանրապես ձևական բան է, եկեք այդ ձևական բանից հրաժարվենք։ Սա է լինելու հիմնական քարոզչականությունը, մոտավորապես այնպես, ինչպես ասենք, բամես պետք էին այդ ամայի անբնակ սարերը, որտեղ տարվա կեսից ավելին ձյուն է, ապրող չկա, որ դրա համար պատերազմ չենք արելու, այդ նույն տրամաբանությամբ սա պիտի անևանել, այդ նույն տրամաբանությամբ կասեն, դե օրինակ մեզ պետք է ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, բերեք ընդհանրապես քանդենք, տեսեք ինչ հրաշալի տարածք է, ասենք 10-15 ռեստորան կկառուցենք, մի քանի հյուրանոց, պատկերացնում եք, թե ինչ գումարներ կմտնեն, բյուջե ինչ հարկեր կգեներացվեն, նույն տրամաբանությամբ։ Եվ զուտ չոր պրագմատիկ, եթե մեր հերոսը հարկատուն է, այդ տեսանկյունից հա ճիշտ են ասում, որովհետև մեր անցյալը այդ ամեն շահույթ չի կգեներացնում, իսկ օրինակ այդ տարածքում ռեստորաններ կսարքեն, դա շահույթ կգեներացնի։ Հիմա այս հարցն են քննարկում, կամ քննարկում են, ասում են, Մինսկի խումբը պետք է լուծարել, թե պետք չի լուծարել, եւ քննարկման հիմնական ասելիքը որն է, որ եթե մենք դա լուծարում ենք, մեկ առմիշտ փակվում է Արցախի հարցը ընդհանրապես միջազգային որևէ միջամտություն այնտեղ, այլևս մենք բացառում ենք, ճիշտ է, դա չի երաշխավորում որևէ բան, բայց ամեն դեպքում այդ պահանջներ կատարեն, գուցե դա էլ մի փոքր կավելացնի խաղաղության իրական խաղաղության հնարավորությունը։ Սա է, այսինքն դա են քննարկում։ Մինչդեռ պիտի քննարկվել առաջին հերթին, թե այն, թե ինչի դիմաց է դա արվում, ի վերջո ինչ է գրված այդ փաստաթղթի 17 կետերում։ Հիշում եք ռուսական հեռուստախաղ կար, չէ՞, Պոլեչուձես հրաշքների դաշտ, որտեղ ինչ-որ սերտուփ են բերում, վարողը, որտեղ մրցանակ է, վարողը ասում է, այսքան գումար ես ուզում, թե մրցանակը, հետո գումար ավելացնում է, նա մի խոսքով այդ խաղացողը պիտի ընտրություն կատարի, նա չգիտի, թե ինչ է գտնվում, ինչ է մրցանակը եւ ինչ է գտնվում այդ սև արքայում։ Հիմա նույնը Հայաստան վիճակում է, ամբողջ քաղաքական դաշտը քննարկում է, այս ինչ բանը զիջել, թե չզիջել, բայց առանց այն հարցը բարձրացնելու, թե իսկ ինչի դիմաց։ Կարող է, չէ՞, քաղաքական դաշտը, թվում դիպլոմատիկ ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը բարձրացնել այդ հարցը։ Ասել բա հիշում եք, ասում եք, հենց որ փաստաթուղթ լինի պատրաստների ստորագրության պատրաստ կներկայացնեմ, դե ներկայացրեք։ Ինչ է գրված ի վերջո այդ 17 կետերում։ Բացարձակապես հայտնի չի։ Բայց եթե հայտնի չի դա, ինչի համար ենք դուք քննարկում ինչ որ բան զիջել, թե չզիջել։ Քաղաքական ընդդիմությունը, ընդհանուր քաղաքական դաշտը, բոլոր, ոչ միայն խորհրդարանական, կարող են պահանջել այս հարցը, որ իշխանությունների առաջ դնել այս հարցը, որ նա վերջում ներկայացնի, բայց իմանանք ինչի դիմաց ենք զիջում կամ չենք զիջում դա։ Ենթադրենք հարցը դրվեց Հարաքվեի, մենք անկախության հռչակագրին հղումը հանում ենք, թե չենք հանում։ Այդ հարցը պիտի բարձրանա, չէ՞, իսկ ինչի դիմաց, ինչ է գրված այնտեղ։ Դա ավելի մոտեցնելու է մեզ խաղաղությանը, թե ավելի հեռացնելու է խաղաղությունից։ Բայց չէ,
ընդդիմադիր քաղաքական ուժերը տիտղոսակիր ամեն ինչից խոսում են, բացի այդ հարցից։ Իշխանություններն են ասում են, գիտեք, դուք ոնց որ թե չեք ուզում ընդհանրապես գալ իշխանության։ Այն ինչպես 2020 թվականի դեկտեմբերից իշխանությունը գցած էր փողոցում, դուք չցանկացաք վերցնել, հետո էլ չցանկացաք վերցնել։ Դա են չէ ասում, որովհետև դուք մնում եք կոմֆորտի դաշտում, ուզում եք ընդհանրապես տեղավորվել խորհրդարանում։ Իսկ գուցե ճիշտ են ասում, եթե այդ հարցը չեն բարձրացնում, եթե ընդդիմությունը այդ հարցը չի բարձրացնում։ Կարող է բարձրացնել այդ հարցը, թե չի կարող։ Իհարկե կարող է։ Կարող է պնդել, պահանջել, որ 17 կետերը ցույց տան մեր հասարակությանը։ Եվ ոչ թե այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, հենց հիմա պատրաստ եմ ստորագրել դա։ Այ կստորագրեմ, հետո կներկայացնեմ։ Գուցե ընդդիմությանն էլ է դա ձեռնտու, որ այ հենց որ ստորագրի, բոլորը կտեսնեն, թե ինչ խայտարակ փաստաթուղթ էր, բայց արդեն ուշ կլինի ինչ որ բան փոխելու համար այդ փաստաթղթի առումով, բայց դա կնպաստի, որ իշխանափոխություն իրականացվի։ Կարծում եմ հենց այս հարցը պիտի բարձրացվի, որպեսզի հասկանանք, թե ինչ է գրված այնտեղ, որքանով է դա անընդունելի, քանի կարմիր գծեր են հատվում, եւ գուցե դրա շուրջ հնարավոր լինի համախմբվել վերջապես։ Ի վերջո նախընտրական տարի է, մի տարի է մնացել, որպեսզի այնպես չլինի, որ որևէ ծրագիր չեն ներկայացնում, ընդհանրապես համախմբվում են ինչ որ բանի դեմ եւ արդյունքում ունենում ենք Վարդանիկ արդեն համահայաստանյան մասշտաբով եւ թե ինչի դա կարող է հանգեցնել, արդեն իսկ երևում, եթե հիմա չէր երևում, մոտ ապագայում Երևա Գյումրիի օրինակով։ Շատ տարօրինակ է, որ այս հարցը չեն բարձրացնում, ելի եմ ասում, իհարկե սա պիտի լիներ Հայաստանի թիվ 1 խնդիրը։ Ի վերջո վերջին 30 տարիների ընթացքում դրանից ավելի կարևոր փաստաթուղթ Հայաստանի պատմության ընթացքում չի եղել։ Այն ինչ կոչվում է խաղաղության համաձայնագիր։ Այդ կարևորագույն փաստաթուղթը պատրաստ է, ամբողջական տեսքի է բերված, համաձայնեցված է եւ գաղտնի է պահվում մեր հասարակությունից։ Քաղաքական ուժերն էլ ծպտուն անգամ չեն հանում, չեն պահանջում, որ դա ներկայացվի հանրությանը։ Այ հենց սա է, որ ենթադրել է տալիս կասկածների առիթ է տալիս, որ գուցե իսկապես այստեղ իշխանությունների եւ տիտղոսակիր ընդդիմության միջեւ լուր համաձայնություն կա, թող նրանք Հայաստանը ավելի մեծ անդունդի մեջ գցելու գնով ավելի դիրքերը թույլատնեն, իսկ մենք այդ մասին նախապես չխոսենք, որպեսզի process-ը դառնա անդառնալի, հետո մենք արդեն դրա ալիքի վրա կգանք կփորձենք հասնել իշխանության, այնպես ինչպես գուցե ոմանք հույս ունեին 44 օրյա պատերազմից հետո անել եւ ձախողեցին։ Կարծում եմ առաջիկայում հենց սա պիտի լինի քաղաքական դաշտի, ամբողջ քաղաքական դաշտի օրակարգի թիվ 1 առանցքային խնդիրը։ Հակառակ դեպքում մենք ունենալու ենք այդպիսի շոուներ, անիմաստ ազգային ժողովում իրար քաշքշելու է դիտարժան տեսարաններ, առ զրո բովանդակությամբ, զրո արդյունքով։ Առայժմ այսքանը կհանդիպենք։